Հարգելի հայրենակիցներ, ինչպես հիշում եք, մի քանի ամիս առաջ ես հայտնել էի, որ Միացյալ Նահանգներից տեղեկություններ են գալիս, որ պատրաստվում է հարձակում մեր եկեղեցու վրա, որ փորձելու են պառակտում ստեղծել եկեղեցում, փորձելու են հարձակվել կաթողիկոսի վրա եւ եկեղեցուց խլել, օտարել իր սեփականությունը։ Այն ժամանակ այդ ամենը հեքիաթ էր թվում եւ շատ դժվար էր դրան հավատալ։ Ես էլ դրան չէի հավատում։ Բայց դու տեսակ ինչ է կատարվում այսօր։ Աննախադեպ մի բան, մի աղետ, մի խայտառակություն, որը չի եղել Հայաստանի պատմությունում, ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ այսպիսի դեպք, այսպիսի խայտառակություն։ Երևի միջազգային պատմությունում, բոլոր ուրիշ երկրների պատմության մեջ այսպիսի բան չի եղել։ Քրեական գործ հարուցել կաթողիկոսի դեմ եւ իրեն թույլ չտալ լքել Հայաստանը։ Սա անում է մի լրագրող, դեղին մամուլի լրագրող, որը մեր ժողովրդին խաբելով պետական հեղաշրջում կատարեց օտար երկրյա ուժերի օգնությամբ եւ մեր հայրենիքը բերեց կատաստրոֆիկ մի արդյունքի։ Արցախը հանձնեց, Մեղրին հանձնեց, հիմա էլ փորձում է պառակտել եւ կոտրել մեր եկեղեցին։ Ես ուղղակի խոսք չունեմ, թե ինչպես նկարագրել այն, ինչ որ մենք այսօր տեսնում ենք։ Ամբողջ աշխարհով հայտնի հայերը, բիզնեսմենները, արվեստի, գիտության գործիչները իրանց բողոքի ձայնն են բարձրացնում այս անօրինական հակասահմանադրական գործողությունների դեմ։ Ես իմ ձայնը ուզում եմ միասել այդ մարդկանց, ես կոչ եմ անում բոլոր հայերին, ովքեր ապրում են ամբողջ երկրագնդի վրա, ցանկացած երկրներում մեր սփյուռքի ներկայացուցիչներին իրենց բողոքի ձայնը բարձրացնել այս անօրինականության դեմ եւ այդ ձայնը հայտնել Հայաստանի դեսպանատներին բոլոր այդ երկրներում։ Ես կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր ստանում են այս անօրինական, անսահմանադրական հրամանները, այդ հրամանները չկատարել։ Սա անօրինականություն է։ Ես հույս ունեմ, որ այս սատանայական ռեժիմը վերջապես կգնա։ Այս ամբողջը մեր ձեռքին է։ Սրա լուծումը մենք ենք տալու հունիս ամսին։ Ես հույսով եմ, որ մեր ժողովուրդը թույլ չի տա, որ մեկ անգամ եւս մեզ բոլորին խաբեն։ Եվ Արցախը կործանելուց հետո, Մեղրին հանձնելուց հետո, Թավուշի գյուղերը հանձնելուց հետո, հիմա էլ մեր եկեղեցին զոհ դառնա այս ռեժիմի։ Ակնհայտ է, որ այս մարդը ատում է իր ժողովուրդը, ատում է մեր երկիրը, ատում է մեր պատմությունը։ Նա վրեժ է լուծում մեզանից իր սեփական ձախողումների եւ անհաջողությունների համար։ Ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը վերջապես կզարթնի եւ վերջ կտա այս անօրինականությունը, այս խայտառակությանը եւ այս ազգային դավաճանությանը։